15-րդ օրն այստեղ կանգնած ենք։ Սկանդալ է հասունանում հայ-իրանական սահմանին։ Բեռնատարի մի վարորդ անանուն մնալու պայմանով Հայլուրինը հազանգել է, որ հայկական ծիրանը տանում են հարևան Իրան, որ Իրանից այլ բեռնատարներով անցկացնեն Ադրբեջան, ապա Ռուսաստան։ Ծիրան արտահանողներն այսպես շրջանցում են հայկական պտուղ բանջարեղենի վրա կիրառվող Ռուսաստանի սահմանափակումները։ Երևի մեր իշխանությունն է ուղղորդել, որ չերես Ադրբեջան տանեն, մարդիկ էլ եկել են կաշառքով Պարսկաստանի ֆիտոսանիտարիայի թուղթը վերցրել են, տարել են Ադրբեջանով, ծիրանը հասցրել են Մոսկվա։ Իրանականի կամ թուրքականի անվան տակ հայկական ծիրանը մտնում է ռուսական շուկա, ասում է մեզ հազանգած վարորդը։ Նրա խոսքով արդեն 2 շաբաթից ավելի է հայ-իրանական սահմանի Նորդուզի անցակետում է ու չի կարողանում ապրանքը դատարկել։ Անցակետում է հասկացել ինչու են ծիրանը տանում Իրան։ Այս իշխանությունը, որ հլում ասում է մեր միրգը բանջարեղենը գնում է Եվրոպա, դա սուտ է, լքվի սուտ։ Մեր միրգ բանջարեղենը որոշ մարդկանց միջոցով գնացել է չերես Ադրբեջան, գնացել է Ռուսաստան։ Իրանից ֆիտոսանիտարական նորմերին համապատասխանելու մասին փաստաթուղթ են ուզում բեռի սեփականատերերը, որ կարողանան երրորդ երկիր անցկացնել հայկական բեռը, բայց իրանցի մաքսավորները չեն տալիս, քանի որ իրավունք չունեն։ Մեր զրուցակցի խոսքով հայկական ապրանքների համար այդպիսի փաստաթուղթ տված մեկ մասնագետ արդեն ձերբակալվել է։ Պարսկաստանն ասում է, ես բժշկի թուղթ չեմ կարա ձեզ տամ ֆիտոսանիտարիա, քանի որ դա պարսկական ապրանք չի։ Պարսկաստանի տամոժնիան շատ ահավոր վիճակում է, փոշի, կեղտ, բեսպրիձել, վարորդներից գումարներ են հավաքում անօրինական, կշեռքի փող, ռենտգենի փող, սայլարկի փող, զաստավիտով սայլարկա է լցնել տալի։ Հայ-իրանական սահմանային անցակետերի արանքում մնացած բեռնատարի վարորդն ասում է, իրանցի մաքսավորները իրենց ուղիղ ասում են, հետ տարեք բեռը։ Սակայն Հայաստանից բեռի տերերը զանգում ամեն օր մի բան մոգոնում են, թե բա համբերեք, ամեն ինչ լավ կլինի։ Էդգար Ղուշյան, Էլեն Յահինյան, Հայլուր։